Բարի Աստծո երեկո ձեզ, սիրելի հայեր, քույրեր եւ եղբայրներ, Աստծո կամքով Հիսուս Քրիստոս անունով ուրախ եմ բոլորիդ ողջունել եւ ուղիղ եթեր մտնել։ Ամեն։ 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 Սիրելիներս, շատ կարևոր մի հայտարարություն ունեմ, որը կապված է մեր ժամանակաշրջանի եւ տարբեր ավերածություններ, որոնք տեղի են ունենում աշխարհում, եւ այդ ամենը կապված է մեր մարդկային համաշխարհային պատմության հետ եւ սիրելիներս, ամեն ժամանակաշրջանում սկսած Իսրայելի ընտրյալ ժողովուրդ որպես առաջին, որ միշտ հալածվել են սիրելիներս, թե Եգիպտոսի, թե ասորեստանցիների եւ բաբելացիների մարերի հռոմեական կայսրությունից առաջ հունական արքայության կայսրության, որոնք բաժանվել են 4 մասի, հետագայում հռոմեական կայսրությունը եւ դրանից հետո շատ թագավորություններ։ Սիրելիներս, ամեն մի թագավորությունում կար մեկ տիրակալ, աշխարհակալ, թե կայսր, թե թագավոր, սիրելիներս, որը գերեվարում էր ընտրյալ ժողովրդին, տանջում էր, բայց սիրելիներս, կային ընտրյալ թագավորներ, որոնք սկսած Դավիթ թագավորից եւ 3000 տարի առաջ էր, նա ամենամեծ թագավորն է, ամենաուժեղ, ամենահզոր բանակով, սիրելիներս, որ երկրագնդի պատմության մեջ չի եղել Իսրայելի թագավոր Դավիթը եւ սիրելիներս եղել են նաեւ Եգիպտոսում որպես տիրակալի օգնական դա եղել է իհարկե Հովսեփը, Հակոբի որդին, Իսրայելի որդին եւ սիրելիներս նաեւ եղել է Ալեքսանդր Մակեդոնացին, որ նրա վրա գաղափարը եւ նա ոչ մի բան իր հետ չէր տանում այդ իր նշանով, բոլորին ցույց տալու սիրելիներս, Կյուրոսը եւ որպես ավերածության պղծության ժամանակ, որը մեր ժամանակաշրջանին մոտ է, նշաններով եղել է Անտիոքոս Էպիփանոսը եւ սիրելիներս, դա այդ ամեն ինչը վկայում է դրա մասին, որ սիրելիներս հավատացեք, որ Աստված կուղարկի ձեզ արդար թագավոր եւ անարդար